Սիրելի հավատացյալներ, ահա եւ եկավ Սուրբ Հարության այդ հոգենորոք օրը, եւ ես ուզում եմ ի խորոց սրտի բոլորիդ շնորհավորել այս լուսավոր, հույս տվող, հուսառատ այս օրվա առիթով, մաղթելով, որ մեր բոլորիս հոգիները թող այսօր լուսավորվեն Քրիստոսի հարության լույսով։ Այսօր Սուրբ Հարության տոնը իրոք այն օրերից մեկն է, երբ որ մենք լիահույս ենք, որ այս տոնով աշխարհ կմտնի նաև խաղաղությունը, ինչը որ շատ կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում, որ աշխարհ կմտնի ճշմարտության հաղթանակը, աշխարհ կմտնի Քրիստոսի լույսի ուժով հաղթանակը եւ Քրիստոսի հարության ուժով հաղթանակը։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ վիճակ է ամբողջ աշխարհի մեջ, ինչ վիճակ է տիրում մեր հայրենիքում, հալածվում է եկեղեցին, հալածվում են բարձրաստիճան հոգևորականները եւ այս ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ որ հավատացյալը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, չի կարողանում ճիշտ տեսնել, չի կարողանում ճիշտ ճանապարհը ընտրել իր համար։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա հարության տոնը պետք է դառնա այն օրը, երբ որ մենք հասկանանք, որ մեր ճանապարհը միայն Քրիստոս է։ Մենք քայլում ենք դեպի Քրիստոս եւ այդ ճանապարհին միշտ էլ պատրաստ եղեք, հանդիպելու են սատանայի կողմից ուղարկված տարբեր ուժեր, բայց մենք պետք է հասկանանք ամենակարևորը, պետք է կարողանանք զատել կարևորը երկրորդականից եւ երրորդականից, պետք է կարողանանք զատել ճշմարիտ լույսը խավարից, որպեսզի կարողանանք ճիշտ քայլել, ճիշտ առաջ գնալ եւ ճիշտ ձևով ընկալել մեր մեջ հարուցյալ Քրիստոսին։ Հարությունը եւ հարության տոնը չի տոնվում միայն նրա համար, որպեսզի մենք ուղակի վերհիշենք, որ 2000-ից ավել տարիներ առաջ մեր Տեր եւ Հիսուս Քրիստոս հարություն առավ։ Մենք հարության տոնը տոնում ենք նրա համար, որպեսզի հասկանանք, հավատանք եւ վստահ լինենք, որ մենք ինքներս էլ կարող ենք հարություն առնել։ Իսկ այսօրվա մեր հարությունը կլինի այն, որ մենք վերադառնանք դեպի մեր պապերի հավատքը, որ մենք վերադառնանք դեպի մեր իսկական հավատքը, որը որ մեզ պահել է այսքան տարիների ընթացքում, դարերի ընթացքում, թե Հայաստանի մեջ, թե Հայաստանից դուրս։ Եվ պետք է այս հարության տոնը դառնա մեր ճիշտ քայլերի տոնը, որպեսզի հասկանանք, թե որն է ճիշտ քայլը, որն է իմաստության քայլը եւ որ քայլն է, որ կարող է մեզ յուրաքանչյուրիս տանել դեպի փրկություն, իսկ յուրաքանչյուրիս հետ միասին նաեւ մեր ամբողջական եկեղեցին։ Ուժ, կարողություն եւ Աստծո շնորհները բոլորիս այս գեղեցիկ օրվա առիթով թող Աստծո շնորհներով լուսավորված հարության տոնով ուժեղացած եւ հույսով հզորացած կարողանանք շարունակել մեր հետագա քրիստոնեական կյանքը եւ ամեն անգամ ամեն մեր աղոթքի կանգնելիս մեկ քայլով առաջ գնանք եւ մեկ քայլով ավելի մոտենանք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։